Ես ողջունում եմ բոլոր գյումրեցիներին եւ ներկա եւ բացակա։ Մինչ ելույթը սկսելը ուզում եմ ասեմ բոլորիդ, որ ունենք Գյումրի քաղաքում հյուր, ում համար միակ քաղաքականությունը դա զինվորական լինելն է, միակ նպատակը հայրենիքի սահմանների պաշտպանությունը եւ միակ երազանքը ծովից ծով Հայաստան ունենալը։ Խնդրեմ մեր հարգված, սիրված, լեգենդար հրամանատար Կարեն Ճալավյանը։ Շնորհակալություն։ Մեր հրամանատարը այսօր Գյումրիում է ոչ թե զբաղվելու քաղաքականությամբ, այլ ցույց տալու, որ ցանկացած մարզում, համայնքում աջակցում է յուրաքանչյուր արցախցու եւ փորձում է ինտեգրել մեր հայրենակիցներին տվյալ բնակավայրի հետ, տվյալ քաղաքային մշակույթի հետ եւ ցույց տալ, որ ինքը թիգունք է կանգնելու բոլոր արցախցիներին Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ այնտեղից դուրս։ Ինձ հաճախ հարցնում են, ինչպես է ստացվում ձեր մոտ, ձեր թիմի մոտ, ձեր ընկերների մոտ, որ երիտասարդությանը համախմբում եք, որ համախմբում եք կանանց, համախմբում եք այն ակտիվ երիտասարդներին ու տղամարդկանց, որոնց նպատակն է պաշտպանել հայ տղամարդու տեսակը, հայ կնոջ տեսակը, մոր տեսակը։ Ասեմ, շատ պարզ է, ազնիվ ենք, աշխատասեր ենք, գնահատող ենք եւ պահանջող ենք։ Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր թիմակիցներին, ընկերներին եւ այն քաղաքացիներին, ովքեր գնահատում են այս թիմի աշխատանքը։ Լավ սկիզբը վերջնական հաղթանակի հասնելու գրավականն է։ Այսօր մենք տալիս ենք այդ լավ սկիզբը։ Բոլորդ գիտեք, որ իմ համար հետ նահանջ չկա, յուրաքանչյուր խոսք, որ դուրս է գալիս իմ բերանից, շատ արագ վերածվում է գործի։ Դա ապացուցվել է եւ արձագանքը ստացել եմ գյումրեցու կողմից եւ շատ պարտավորեցնող է, որ ել ավելի լավը լինենք, որ ել ավելի արձագանքներ ստանանք։ Այս ընտրություններում մենք ունենք նվազագույն պայման մեր դեմ դրած։ Դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իշխանազրկելն է եւ ունենք մաքսիմում պլան ստանձնել քաղաքի կառավարումը, կազմակերպել որակյալ կառավարում, յուրաքանչյուր մասնագետի տալ հնարավորություն իր գաղափարները, իր ծրագրերը իրագործելու անկախ քաղաքական կողմնորոշվածության, որովհետև այսօր մի այլ բան է կողմնորոշումը, վաղը մի այլ բան է մասնագետի կարիք զգալը։ Հետևաբար, քաղաքական պայքարի մեջ չենք փորձելու մտնել անձնական դաշտ, դատապարտում ենք դա, թույլ չենք տալու որևիցե մեկին, իսկ փորձողները միանշանակ արժանանալու են Գյումրեցու տադին եւ հասնելու ենք հաջողության, որ Գյումրին դառնա միասնական։ Մայր Հայաստան դաշինքը
միակ ուժն է այսօր, որը առաջարկել է Գյումրիի զարգացման հեռանկարային ծրագիր։ Մնացած ծրագրերն էլ են կարևոր, բայց նրանք ընթացիկ են։ Եթե չկա գլոբալ զարգացման ծրագիր եւ տեսլական, ավելորդություն եմ համարում մնացած մանր ծրագրերի մասին լալահաջո ճառերը։ Այսօրվանից ստանձնում ենք այդ պատասխանատվությունը եւ մի բան էլ ասեմ, տրամաբանական էր մեր մասնակցությունը Մայր Հայաստան շարժումով եւ դաշինքով, քանզի այդ ծրագրի, հեռանկարային ծրագրի գաղափարի վրա աշխատող մարդկանցից մեկը նաեւ եղել է Մայր Հայաստան դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Ով նաև խոսք է տվել գյումրեցիներին, որ ամբողջական իշխանափոխությունից հետո ուշադիր առաջի զարգացման կոդի հայտարարվելու է Գյումրի քաղաքը։ Գյումրեցիք շատ փիս պահանջատեր են, 7700 ստորագրությունը վգա, ընդամենը 20 օրվա, պատկերացնում եք, երբ որ մի 2 ամիս ստորագրահավաքը ձգձգվի, 70-80 հազար գյումրեցի ստորագրությունը տնելու է այդ ծրագրի տակ։ Մաղթում եմ բոլորիս բարի երթ, տրամադրություններս բարձր, աշխատանքը գիշերու զոր, 15-20 օր կարելի է 24/7 ռեժիմով աշխատել, որպեսզի հասնել մեր գերական նպատակին։ Հարգում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, համոզված եմ գրանցելու ենք այն արդյունքները, որոնք դուր է գալիս բոլորիս։ Միացեք, որ փոխենք։ Մայր Հայաստան դաշինք, վեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։